Հա, խաղաղության մասին գիտեք, էլի հետևյալն եմ ուզում ասել, այդ հարցերին պատասխանելիս, գիտեք ինչու՞մն է դժվարությունը, այդ հարցերին պատասխանելիս, որովհետև մենք պետք է մտնենք դաշտեր եւ խոսենք բաների մասին, որի մասին ընդունված չի եւ լավ չի խոսալ։ Ես նախկինում, բայց անուղղակիորեն խոսել եմ դրա մասին։ Ասել եմ, որ մենք պետք է նկատենք, որ տարածաշրջանում կան մեղադրանքներ, որոնք որոշակի հայելայնություն ունեն։ Մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում, մեզ են մեղադրում, մենք ենք մեղադրում, մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում, եւ այլն, եւ դուք համոզված եք, չէ՞, որ ասում եք 100%-անոց ճշմարտություն։ Մենք համոզված ենք, որ ասում ենք 100%-անոց ճշմարտություն։ Մյուս կողմն էլ է ասողը համոզված է, որ ասում է 100% ճշմարտություն։ Եվ խնդիրը հետևյալն է, որ այդ տրամաբանությանը պետք է մի օր կանգ առնել, պետք է վերջ տալ դրան։ Եվ այստեղ է, որ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումը դառնում է առանցքային գործոն։ Հակառակ դեպքում այդ process-ը կարա գնա հավերժ եւ մենք տեղ չհասնենք եւ այդ պատերազմի կոնֆլիկտի ցիկլը չհաղթարենք։ Էլի ուզում եմ ասեմ, պատերազմները, այդ թվում Ղարաբաղի շարժումը առաջին հայացքից շատ անմեղ բաներից է սկսել։ Հետո դարձել է մի իրավիճակ, երբ որ երկրների ու ժողովուրդների ճակատագիր արժեցել։ Ես կարծում եմ, որ մենք պետք է կանգ առնենք, բայց դա չի նշանակում այդ հարցերը չքննարկել։ Նշանակում է այդ հարցերը քննարկել այլ մթնոլորտում, այլ տրամաբանության մեջ։ Եվ իմիջիայլոց ես ուրիշ բան եմ մտածում։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ եւ ասում եմ, իսկ Հայաստանում կան պատմամշակութային հուշարձաններ, որ հենց այսօր ոչնչացվում են։ Այո, կան եւ իմ հոգսը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններն են եւ էսա պատճառը, որ եթե թիվը չսխալվեմ, Հայաստանի պետական բյուջեից մենք եռապատկել ենք միջոցները։ Ես օրինակ գնացել եմ Այգեհովիտ գյուղում գտնվող Սրվեղի վանք եւ տեսել եմ, որ ավերվում է այդ վանքը։ Վերադարձել եմ հանձնարարական եմ դրվել վերականգնել։ Գնացել եմ Բջնի եկեղեցի, տեսել եմ պատը քանդված է։ Վերադարձել եմ հանձնարարական տվել պատը բանանել։ Գնացել եմ Բջնի ամրոց, տեսել եմ, որ ամբողջը ծառերով փակված է եւ ճանապարհել գոյություն չունի։ Վերադարձել եմ հանձնարարական եմ տվել, որ կառուցել։ Ես Հայաստանի Հանրապետության մեր աչքի իմիջայլոց ամրակից գյուղում գտնվող ռուս ուղղափառ եկեղեցին ես մտել եմ եւ տեսել եմ, որ ավերման եզրին է ռուս ուղղափառ եկեղեցին։ Վերադարձել եմ հանձնարարական եմ տվել, որ պատմամշակութային արժեքը վերականգնվի եւ վերականգնված է, ուրախ եմ, հույս ունեմ այն օր չհասցրեցինք մտնել, առաջիկա մի առիթով կգնանք եւ կտեսնենք ինչա վերականգնման արդյունք։ Մի քանի վայրկյան է մնացել, օրագիրն ես։ Պարոն Փաշինյան, օրեր առաջ ազգային ժողովում հայտարարեցիք, որ 2021-ի ընտրություններին դուք մասնակցել եք պսևդոդաշնակցական նախընտրական ծրագրով, հիշեցնեմ, դրանում կային դրույթներ Արցախի ինքնորոշման իրավունքի առաջմղման, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին։ Սա արդեն պատերազմից հետո էր, բայց դուք չսթափվեցիք եւ ձեր հիշատակած այդ օրակարգից չհրաժարվեցիք։ Բայց ամենայնիվ, հիմա որքանով վստահ լինենք, որ մի քանի տարուց էլ իրական Հայաստանի մեր 29743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին նույն կերպ 29743 Ստված 25 Չէ, ճիշտ գիտեմ ձեր ասած թիվը։ Այդ տարածքի մասին դա ընդհանուր շեշտում եք առանց Արցախի մնացածի, լավ ինչևէ։ Այդ տարածքի մասին նույն կերպ չեք խոսի, դուք հիշեցնեմ նաև, որ այդ տարածքից 200 քառակուսի կիլոմետրը ադրբեջանական զինուժը օկուպացրել է հենց ձեր իշխանության օրոք, որն է երաշխիքը, որ մի քանի տարի հետո չեք գա եւ այստեղ կանգնած չեք ասի, որ իրական Հայաստանն էլ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանն է։ Գիտեք, մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի մասին։ Եվ ձեր ասած նախադասությունը հնարավոր չէ հնչեցնել։ Ինչ վերաբերվում է նախորդ շրջանին,
Տեսեք, ես 2 օր առաջ էլ ազգային ժողովում ունեցած ելույթում էլի հիշատակեցի 2021-2026 թվականների կառավարության գործունեության ծրագրում արձանագրվածը, որ խաղաղության դարաշրջան բացելը ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունն է։ Եվ գիտեք, կառավարումը եւ քաղաքական գործունեությունը եւ մանավանդ պետության կառավարումը ունի առանձնահատկություն եւ ինչի մենակ ձեր աշխատանքն էլ իհարկե իր մասշտաբով, որ երբեմն կանգնում ենք ընտրության առաջ։ Քանի որ մեր ընտրությունը մեծագույն պարտավորությունը եղել է խաղաղությունը, մենք գնացել ենք մեծագույն պարտավորությունը կատարելու ճանապարհով։ Այսինքն գոյություն ունի կշեռքի մի նժարին դրվում է մի խնդիր ձևակերպման, երբ որ կա հակասություն, հասկանում եք։ Եթե չլներ հակասություն այդ խնդիրների իրագործման դեպքում, չէր առաջանա նաև այդ հարցը։ Բայց երբ որ կա իրավիճակ, մի ժամ մեր լրացավ, երբ որ կա մի իրավիճակ, երբ որ դու հասկանում ես եւ ակնհայտ է դառնում, որ դրանք համատեղելի չեն, պետք է կատարել ընտրություն։ Եվ մենք կատարել ենք ընտրություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ պետության հարատեվության օրակարգի օգտին։ Մանավանդ որ մյուս օրակարգելը իրագործելը մենք հասել ենք անհնարինության կետին։ Ըստ առանձնահատկությունն ինչ է, որ 2018 թվականից մենք անկեղծորեն գնացել ենք այդ օրակարգերը լուծելու ճանապարհով։ Եվ դրա վկայությունը, որ մենք Ղարաբաղի հարցի բովանդակության մեջ ոչ մի բան չենք փոխել, ոչ մի բան։ Դրա վկայությունը բանակցային փաթեթի հրապարակումն է, որ ամբողջ բանակցային փաթեթը հրապարակված է։ Բայց չեք զգում, որ ուր գնացին այդ խոսակցությունները, որ նախկինում ասվում էր, որ չգիտեմ, բանակցություններին սենց ա եղել, սենց ա եղել, սենց ա եղել, այդ ամբողջը հոդս ցնդեց, ինչու, որտեղ ամբողջ բանակցային պատմության ամբողջ փաթեթը հրապարակեցինք եւ այսօր յուրաքանչյուր քաղաքացի կարող է բացել եւ կարդալ, թե ինչ էր Ղարաբաղի հարցը, ինչ էր նշանակում եւ ինչի շուրջ են եղել բանակցությունները։ Շնորհակալ եմ։